մինչև մարտի 8-ը Իդեան համակարգի ցանկացած խանութսրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Այսօր ազգային ժողովը ի թիվս այլ օրենսդրական նախաձեռնությունների երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծը, ըստ որի պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես կառավարության համաձայնության դեպքում։ Ըստ այդմ հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցի սեփականատերը պարտավոր է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարելու մտադրության մասին գրավոր Հայաստանի Հանրապետությանը իդեմս լիազորված մարմնի, իսկ ծանուցմանը կից ներկայացնել գույքի օտարման պայմանագրի նախագիծը եւ սեփականության իրավունքի մասին վկայող փաստաթղթի պատճենը։ Որպես կարգավորում նախատեսվել է Հայաստանի Հանրապետության իրավունքը համաձայնություն տալու կամ մերժելու գույքային իրավունքները հատուցմամբ կամ անհատույց փոխանցելու գործարքի վերաբերյալ։ Ըստ նախագծի հեղինակների նման կարգավորման միջոցով մի կողմից երաշխավորվել է անշարժ գույքի սեփականատիրոջ գույքն օտարելու իրավունքի իրականացումը, իսկ մյուս կողմից պետության հնարավորությունը համաձայնություն տալու կամ մերժելու գույքն օտարելու գործարքը հաշվի առնելով այդ գույքերի պետության ու հասարակության համար մշակութային, հոգեվոր, կրոնական, պատմական կամ այլ արժեքավոր նշանակությունը եւ այլ նպատակներով օգտագործման տիրապետման դեպքերի հնարավորությունը։ Հավատալ, որ կգտնվի հայ դատավոր, որը կդատապարտի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, այս մարդը կհեռացվի եկեղեցուց, իսկ ժողովուրդը կանիծի նրա ամբողջ ընտանիքը։ Այս մասին 10-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ եզրասարքեպիսկոպոս Ներսիսյանը։ Իշխանությունները օգտագործում են իրենց բոլոր վարչական ռեսուրսները քաղաքական նպատակներով վարկաբեկելու հոգեվորականությանը, հասարակության մեջ եկեղեցու նկատմամբ անհանդուրժողականություն հրահրելու եւ ժամանակ չխուսափելով զրպարտությունից եւ բացահայտ ստերից։ Նրանք լավ գիտեն, որքան անամոթ է սուտը, այնքան ավելի հեշտությամբ է այն յուրացվում։ Այս կառավարությունից, որը բացահայտորեն խաբում է ժողովրդին, իրեն օրենքից վեր է դասում, անտեսում է միջազգային իրավական նորմերը, արմատախիլանում արդարադատությունը եւ կեղծ մեղադրանքներով ձերբակալում հոգեվորականներին եւ ազգային բարերարներին։ Կարելի է սպասել ամեն ինչ հնարավոր է, որ կառավարությունն իր նպատակներին հասնելու համար ավելի հեռու գնա, բայց ես չեմ կարող հավատալ, որ կգտնվի մի հայ դատավոր, որը կդատապարտի ամենայն հայոց կաթողիկոսին։ Այս մարդը կհեռացվի եկեղեցուց եւ ժողովուրդը կանիծի նրան ամբողջ ընտանիքը, նշել է Ներսիսյանը։ Նա հիշեցրել է, որ եկեղեցին որպես անկուսակցական հաստատություն իր առաքելության հիման վրա երբեք չի միջամտել պետական գործերին։ Այս դրույթը ամրագրված է Հանրապետության Սահմանադրության 17-րդ եւ 18-րդ հոդվածներում։ Եկեղեցին անջատ է պետությունից եւ չի զբաղվում քաղաքականությամբ։ Կառավարությունն իր հերթին իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Միևնույն ժամանակ կրկին Սահմանադրության համաձայն եկեղեցուն արգելված չէ արդարության ձայնը բարձրացնել ազգի ու երկրի հոգեվոր անվտանգության օգտին, հավելել է arczepiskopos-ը։ Ամեն ինչ արվել է 6 եպիսկոպոսներին արգելելու Ավստրիայում հոգեվորականների ժողովին մասնակցությունը։ Իշխանությունները վախենում էին, որ ժողովը կդատապարտի իրենց հակաեկեղեցական քաղաքականությունը։ Այնուամենայնիվ հավաքին մասնակցեցին 25 հոգեվորականներ։ Իշխանություններն անձամբ անհեթեթ մեղադրանք առաջադրեցին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, պնդելով, որ նա չի կատարել նախկին եպիսկոպոս Սարոյանի վերականգնման վերաբերյալ դատարանի որոշումը։ Կաթողիկոսի եկեղեցական ներքին գործերի վերաբերյալ որոշումները դատարանի միջոցով չեղյալ համարելը անօրինական է, նշել է Ներսիսյանը։ Իրեպ այսօր ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը անդրադարձել է դիտարկմանը, թե իշխանությանը չհաջողվեց եկեղեցու հետ պայքարում հաղթանակ տանել։ Մեզ հաջողվել է թույլ չտալ հակաեկեղեցական արշավի հաղթանակը, որը որ սանձազերծել է Կտրիչ Ներսիսյանը։ Հայաստանում հակաեկեղեցական Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված հակաեկեղեցական արշավի պարագլուխը Կտրիչ Ներսիսյանն է, ով իր գործունեությամբ խախտելով բոլոր կանոնակարգերը սկսել է հակաեկեղեցական արշավ եւ շնորհիվ վարչապետի
շնորհիվ նաև այն բոլոր process-ների, որոնք որ տեղի են ունեցել, շնորհիվ եկեղեցու բարենորոգման օրակարգի, եկեղեցու առողջացման, մենք թույլ չենք տվել, որպեսզի Կտրիչ Ներսիսյանի հակաեկեղեցական արշավը հաջողության պսակվի եւ թույլ չենք տալու։ Իսկ եկեղեցու առողջացման գործընթացը դա կարծում եմ տևական process է։ Դա քաղաքական deadline-ներ չունի։ Կներեք, ասենք որևէ մեկին ինչ-որ deadline-ն է հայտարարել։ Որևէ ով է հայտարարել deadline, որտեղ ինչ է ասել։ Ունակեք մեծ հավաքը, որտեղ միացնում տեղ ունենալ, ասում եք հոկտեմբեր-նոյեմբերին տեղի։ Դմամ Նիկոլ Փաշինյանը որևէ deadline չի հայտարարել։ Նարեկ, չես լսում ինչ եմ ասում։ Որևէ deadline չի հայտարարվել եկեղեցու վերաբերյալ իրավիճակի հանգուցալուծման մասին կամ Կտրիչ Ներսիսյանի հեռացնելու մասին։ Ես ասում եմ հոգեվոր պետք է լիներ հոկտեմբեր-նոյեմբերին Էջմիածնի կենտրոնական հրապարակում եւ չեղավ։ Ես առնվազն մեկ deadline-ի խախտման դեպք այս բանը հիշեցի։ Ես ուրիշ հարցի էի պատասխանում։ Ինձ հարց էր տրվում, որ իբր ձախողել են հակաեկեղեցական։ Ես նախ ուզում եմ ասել, որ հակաեկեղեցական արշավ Հայաստանում սանձազերծել է միայն Կտրիչ Ներսիսյանը եւ մենք դա կասեցրել ենք, թույլ չենք տվել։ Հիմա ձեր հարցը։ Հակաեկեղեցական արշավ Հայաստանի Հանրապետությունում սանձազերծել է Կտրիչ Ներսիսյանը եւ մենք դա կասեցրել ենք, վստահ է Կոնջորյանը։ Նա անդրադարձել է նաև Եզրասի arczepiskopos-ի հայտարարություններին, նշելով. Եզրասը դա այն նույն անձնավորությունն է, որը ըստ հրապարակված թղթերի բանը չէ, KGB-ի գործակալ է եւ նաեւ համատեղության կարգով Կտրիչ Ներսիսյանի եղբայրն է։ Հիմա իրենք փաստորեն անցել են նաեւ անեծքի բանին, ռեժիմին, չնայած ես չեմ կարծում, որ անեծքի բանից ռեժիմից նրանք ընդհանրապես հրաժարվել էին, բայց Եզրաս Ներսիսյանի գործունեությունը ամենավառ ապացույցն է եւ ամեն անգամ երբ որ նա խոսում է, նա հերթական անգամ հիշեցնում է մեզ բոլորիս, թե հայ առաքելական եկեղեցին ինչպիսի այլանդակ հարձակման ներքո է եղել տասնամյակներ շարունակ, որ KGB-ի կողմից հավաքագրված անձը, որի եղբայրը նաեւ կաթողիկոս է եղել, ուրեմն հայ առաքելական եկեղեցին դրել են ահա այսպիսի իրավիճակի մեջ։ Եվ նրանք ինքնամերկացվում են շատ արագ տեմպերով, իսկ իշխանությունը թափանցիկ է, կառավարությունը եւ կառավարող մեծամասնությունը հաշվետվողական ու թափանցիկ գործում է Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, իրենք պիտի անհանգիստ լինեն մերկանալուց։ Առաջինի տաղավարում զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Տիկին Ղազարյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև ձեր հեղինակած նախագիծ, ըստ որի պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես կառավարության համաձայնության դեպքում։ Ինչ է սա իրենից ենթադրում եւ սրանով ինչ փորձեց կասեցնել իշխանությունը։ Շնորհակալություն հրավերի համար, նախագծի մասին խոսենք, վաղուց էր շրջանառության մեջ եւ երևի առիթներ նաեւ այստեղ ենք ունեցել խոսելու։ Խոսքը հուշարձանների պաշտպանության ոլորտում պետության պոզիտիվ պարտականությունների տրամաբանությանն է վերաբերում եւ ոչ միայն կոնկրետ Հայաստանի Եզրաքելական Սուրբ Եկեղեցին, այլ նաեւ բոլոր պաշտամունքային կառույցներին, որոնց նկատմամբ, ինչպես գիտեք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավորեցնում է պետություններին ավելի մեծ պատասխանատվության բեռ վերցնել, քան մնացած հուշարձանների, մանավանդ որովհետեւ միջէթնիկ, կրոնական եւ պատերազմական բախումների ժամանակ ամենահաճախ տուժող մշակութային հուշարձաններն են լինում որպես կանոն, դրա համար երևի թե ՄԱԿ-ը որոշել է, որ դրանց պաշտպանությունը առանձնահատուկ կարևորություն ունի եւ այդ տրամաբանության մեջ է եղել առաջարկող փոփոխությունը, իսկ կոնկրետ այս դրվագում ունենք չկարգավորված դաշտ, խնդիրը վերաբերում է նրան, որ եթե բոլոր հուշարձանները օտարելու սեփականության իրավունքը փոխելու նվիրատվության դեպքում այս կարա, չգիտեմ, հանգիստ ինչ-որ մեկի բնակարանը նաև հուշարձան լինի, այդ պարագաներում մարդիկ պարտավոր են տեղեկացնել նախարարության, որպեսզի հետագայում արտաքին տեսքի փոփոխության կապակցությամբ ուղղակի իմանա թե ում հետ հարաբերությունները կարգավորի լիազոր մարմինը, այս դեպքում մենք կարծեցինք, որ ավելի նպատակահարմար է կոնկրետ պաշտամունքային կառույցների դեպքում, որպեսզի սեփականատիրոջ փոփոխության հնարավոր փոփոխության դեպքում
թույլտվություն ստանան կառավարությունից կատարելու կամ չկատարելու։ Սա մի խողովակ է, որը կասեցնի հնարավոր անցանկալի օտարումները, բայց նաև չի սահմանափակի մարդկանց սեփականության իրավունքը, մարդկանց եւ կազմակերպությունների սեփականության իրավունքը տվյալ դեպքում։ Եվ սա նաև իհարկե համայնքներն է վերաբերում, որովհետև համայնքապատկան կրոնական հուշարձաններ, համայնքները ամենաշատ կրոնական հուշարձաններ ունեցողներն են Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցուց հետո, որոնք նույնպես չեն կարողանա այդ գործողությունը կատարել առանց կառավարության, սա մի աստիճան ավելի բարդացնում է այդ գործընթացը։ Եթե քաղաքական բովանդակության իմաստով ռիսկերին նայենք, իհարկե այստեղ ռիսկեր կան, ռիսկերի մասին խոսել ենք, թե հրապարակային ամենաբարձր մակարդակով Մայրաթորի աթոռանիստը կաթողիկոսի աթոռանիստ տեղափոխելու եւ ըստ այդմ նաեւ գույքի նկատմամբ իրավունքները եւ նաեւ եկեղեցում գտնվող մշակութային արժեքների նկատմամբ իրավունքները փոխելու ռիսկը որոշակիորեն կառավարվում է, որովհետեւ ըստ էության եթե նույնիսկ որևէ կերպ այսպես իրավական ճարպկություն փորձենք գործածել այս պահին իրենց փաստաբանները շատ բարդ կլինի գոնե այս պահին հուշարձանների նկատմամբ իրավունքների խախտում եք հուշարձանները։ Հնարավոր ոտնձգությունից։ Ես այս հուշարձանների հետ կապված կուզենայի մի քիչ ավելի լայն դիտարկենք, այսինքն ոնց որ մի քիչ ավելի ոչ իրավական է, եթե հարցին մոտենանք, օրինակ չգիտեմ Գառնու հեթանոսական տաճարը որևէ հեթանոսական կազմակերպության չի պատկանում, չնայած այդպիսի կան Հայաստանում մի քանիսը։ Եվ պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, նույն եւ նաեւ այդ թվում քրիստոնյաներին, աթեիստներին, ես ուստան եմ որ ցանկացած հայ քրիստոնյա, ով որ ամեն կիրակի գնում է պատարագի, գիտի որ Գառնու հեթանոսական տաճարը իր սեփականությունն է, որովհետեւ իր մշակութային ժառանգությունն է եւ նման զգացում ապրում անկախ կրոնական հայացքներից, որովհետեւ սա դավանաբանական հարց չէ, սա ավելի շատ մշակութային հարց է։ Անկախ իրենց կրոնական հայացքներից մարդիկ հայաստանցիները եւ հայերը ամբողջ աշխարհում եւ հայաստանցիները անկախ ազգությունից Հայաստանում ունեն այդ զգացումը հարազատության սեփականության մշակութային այն արժեքների նկատմամբ, որը իրավական առումով պատկանում է եկեղեցուն։ Եվ դրա համար է որ պետությունները պարտավոր են այդ գույքը այդպիսի առանձնահատուկ նշանակություն ունեցող գույքերը պաշտպանել, որովհետեւ դա այդ մարդկանց էմոցիոնալ մշակութային կապն է ցույց տալիս։ Այսինքն սա ոչ թե իրավական սեփականության իրավունքի, գույքային իրավունքների հարց է, այլ մշակութային ժառանգության պահպանության հարց, ընդ որում կան երկրներ, որոնք ընդհանրապես արգելք ունեն պաշտամունքային նշանակության հուշարձանները որևէ մեկին օտարել։ Դրանք միշտ պետության գույքն են եւ միայն մնացած կրոնական կազմակերպությունները կարող են օգտագործել անհատույց, բայց սեփականության իրավունքը անձեռնմխելի է։ Ես ուզում եմ անդրադառնանք նաև այսօր մեկ այլ հարցազրույցի, 10-ին հարցազրույց է տվել Եզրահաս arczepiskopos-ը, մեղադրել է Հայաստանի իշխանություններին ոտնձգություն համարել այն ինչ տեղի ունենում ուրեմն կաթողիկոսի նկատմամբ, կաթողիկոսի եկեղեցու ներքին կյանքին վերաբերող որոշումները դատարանում չեղյալ համարել է, անօրինական է համարել, նրանք որոնք կհանդգնեն կաթողիկոսի դեմ քրեական վարույթներ եւ այլն նա նզովել է։ Մի խոսքով, ինչպես եք գնահատում այս հայտարարությունները, մենք հիշում ենք, որ Եզրահաս arczepiskopos-ի հետ կապված ուրեմն ընդհանուր մինչև թուղթ հրապարակվեց, հետո նա լրատվամիջոցների հետ զրույցում հերքեց, ասաց, որ դա իրականության հետ աղերս չունի։ Ես ճիշտ ասած ամբողջությամբ չեմ կարծած, թե չկուզեի առանձին բաներին, դրույթներին եւ թեզերին անդրադառնալ այդ մարդու, որ բացառապես ասեմ, եկեղեցին դարձել է իշխանությունների թիրախը, իշխանությունները անորոշ մեղադրանքներ են հնչեցնում, որ եկեղեցին չի կարողանում կատարել իր հոգեվոր եւ ազգային առաքելությունը, սա շատ հեռու է ճշմարտ չի կարողանում արդեն տևական ճշմարտությունից շատ հեռու է համարվում նա։ Արդեն տևական ժամանակա որ եկեղեցին չի կարողանում իր հոգեվոր եւ ազգային առաքելությունը իրականացնել, որովհետեւ վերածվել է ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական շտաբի, հույս ունեմ, որ այս բանով ընդհանուր առմամբ այս ամբողջ պատմությունից հետո գոնե այս շրջանում ավելի շատ կկենտրոնանա հոգեվորի վրա, այդ նզովելը, որ ասացի գայթակղությունից մեծացավ, ապա քաղաքական արձագանք տալ, որ պահքի շրջանում չի կարելի այդպես բաներ նզովքներ տարածել, իհարկե պարզապես Եզրահաս arczepiskopos-ի նզովքները չեն աշխատում, որովհետև KGB-ն նզովքի գործիքներով չի որ աշխատում է, ավելի ուրիշ տիպի գործիքներ ունի աշխատացնելու համար եւ նզովքը ընդամենը բանը ծխածածկույթն է այդ իրագործում
խնդիրներն ես հիշում եմ թե ինչ էնտուզիազմով չգիտեմ հերքելա ասիկ հերքելա ես հիշում եմ թե ինչ էնտուզիազմով Հայաստանում գործող որոշ ընդդիմադիր շրջանակներ նույնիսկ երևի ամենախոշոր դեմքերով ամենաառաջի դեմքերով պաշտպանում էին եզրას arciepiskoposi KGB-ի գործակալ լինելու իրավունքը պնդելով որ սովետական միությունը նրա հայրենիքն է եւ սովետական ինքը ծառայել է իր հայրենիքին որպես հատուկ գործակալ ու քանի որ սովետական միությունը նրա հայրենիքն է ես իսկապես կհորդորեի ինքը իր հայրենիքի մասին մտածի էլի ոչ թե մեր հայրենիքի եւ հանգիստ տողնի մեր հայրենիքը ինքը ընդհանրապես հայաստանյան իրականության հետ որևէ կապ չունի եւ իր հայտարարության տեքստից որը որ հատվածաբար կարդացիք ես լսեցի ակնհայտ է որ ինքը հայաստանցիների հայկական իրողությունների հետ որևէ առնչություն չունի ճիշտ այնպես ինչպես Հայաստան գործուղված մնացած քաղաքական տուրիստները որոնք ժամանակ գալիս են ձախողում են հեռանում են գալիս են ձախողում են հեռանում են եւ հիմա էլ ունենք նորեն թարմ տուրիստներ քաղաքական որոնք ակնհայտորեն ոչ մի կապ չունեն հայաստանցիների հետ հայաստանի կյանքի հետ կա Հայաստանը երևի բանն է Հայաստանի մասին ինֆորմացիան արհեստական բանականությունից է ստանում եւ Հայաստանն որոշել են արհեստական բանականությամբ բանանել գեներացնել իրանց Հայաստանը արհեստական բանականությամբ գեներացված Հայաստանն է Տիկին Ղազարյան միայն այդ ձեր նշած տուրիստները չեն օրինակ Արման Թաթոյանը դժվար թե տուրիստ լինի բայց ասում է հավաքեք ձեր սրտիկները եւ պաչիկները ու ճանապարհ տվեք նրանց, որոնք կարող են լուծել խնդիրները, իսկ իրենց լուծումները շատ հստակ են։ Նա ասում է, որ իրենք գալու են ամուր ուժեղ բանակ, մոբիլ բանակ ուժեղ ուրիշը չէ, իրանք թող ամուրը վերցնեն։ Չէ, ճիշտն ասած ես նայեցի պարոն Թաթոյանի շնորհանդեսը, լսեցի, որ իրանք խոստանում են, իրենց նախընտրական ճառը ոնց հասկացա Պարուհի Սևակի խոստանում են բանաստեղծություններ որ խոստանում են լինել ոչ թե հարկավակ, այլ զավակ մեր ահեղ դարի, չնայած Սևակի դարը ուրիշ էր։ Այնուամենայնիվ այդ ինչպես այդ բանի այդ քանի որ Պարուհի Սևակը տաղանդավոր մարդ է եւ կարողացել է տաղանդավոր տեքստեր գրել, ասենք իրանք ոնց որ երբ որ իրանք փորձում են նախընտրական խոստումներ գրել, որոնք ոչ պակաս ոտանավորային են, իրանց բանով էլի բովանդակությամբ ավելի շատ նման են լավ խոսքեր են փորձում իրար գլխի լցնել, հասկացան որ իրենք այդքան տաղանդավոր չեն։ Ավելի լավ Սևակին ցիտեն եւ ես ընդհանրապես ակառաջարկեի հաջորդ շնորհանդեսներին չգիտեմ Սևակի ուզում եմ թող Թաթոյանը կարդա մարդը ափի մեջ շարքը sense հերթով կարդան էլի որովհետեւ ես չգիտեմ ուրիշ ինչ արձագանք տամ այդ բանին այդ կենարդների որովհետեւ բոլոր ելույթներից հետո մտքովս ասում եմ որ կարելի է մի բաժակ լցնել եւ չխկացնել բաժակները չունեն բովանդակություն հասկանում եք եթե դուք ինձ բովանդակություն ասում եք թող գնան ձեր կարդացած տեքստը ծաղիկները փուչիկները վերցնեն գնան Գան ամուր եւ ուժեղ մարդիկ։ Հիմա սրա բովանդակության լուծումը ո՞րն է։ Ինքը ինչ գաղափար է առաջարկե։ Ինչ է առաջարկե։ Հա ես տեսնում եմ որ ինքը ասում է որ մենք պետք է վերադարձնենք մեր հայրենիք Արցախը։ Եվ տեսեմ մարդկանց արձագանքները դրան։ Ասում է 3 պատերազմ եք վերել, 3 պարտություն, երկրորդ ցեղասպանություն ընդհանրապես պետք է ասել որ պետք է հավաքեն իրենց սրտիկներն ու պաչիկները ու ճանապարհ տան այլ մարդկանց այլ ուժերի։ Հասկանում եք, չէ՞ որ դեռևս ոչ մի բան չեք ասել։ Դուք կարեք ամբողջ ասում է բանակի հետ կապված օրինակ իրենց իշխանության գալու դեպքում օրենսդրական փաթեթ են բերելու, փոխելու են ֆինանսավորումը, չի կարող բանակի ֆինանսավորումը ՀՆ-ի 8%-ից ցածր լինել։ Այս տեսել եմ, իրանք հերթով ասեցին թե ինչը որքանի տոկոս է լինելու, օրինակ գիտության հանրակրթության ներողություն, հանրակրթության որ ֆինանսավորումը 5% էր, բանակին 8%, ես մտավոր փորձեցի գումարել իրանց այդ բոլոր տոկոսները, թե որտեղ ինչ տոկոս է լինելու, որում հնան հասկանում եք, որ ինքը առածկական երևույթ է ու բանն էլ նաև որ բյուջեն հնայից պակաս է։ Եթե չգիտի պարոն Թաթոյանը, то պարոն Անանյանին հարցնի, պարոն Անանյանը առնվազն գիտի էլի, որ բյուջեն ու հնան տարբեր բաներ են, այսինքն բյուջեն անգամներով պակաս է, հնայի 8%-ը բյուջեի կարող է բան լինի, 40%-ը լինի, էլի։ Ու իրանք գումարեցի, համարյա հնայի 100%-ից անցավ իրանց առաջարկած բյուջետային ծրագիրը։ Ոնց որ մաթեմ կարելի է անել, եթե ուրիշ բան չի ստացվում։ Գումարեն, տեսնեմ, որ
նախ չես կարա պետության ամբողջ հնան վերցնես ու բանանես, էլի ամբողջ բյուջեի մեջ ներառես, որովհետև հնան այնուամենայնիվ ցանկացած առևտուր համարվում է հնայի, ես որ այստեղ նստել եմ տաքսի եկել եմ ձեր հաղորդման հնա եմ գեներացրել, դուք էլ հիմա որ այս լույսերը վառել եք, բան նկարահանում եք վյուերը, ամեն ինչ հնայի տրամաբանության մեջ է, իսկ բյուջեն մի քիչ ավելի քիչ է։ Սկսենք տեղից։ Եվ բացի այն, որ ինքը նաև բոլորին հարկերից ազատում էր այդ բանի ընթացքում, նախընտրական ծրագրի ընթացքում ասում էր, թե բանի երեխա ունեցողներին հարկերից կազատենք, երեխա չունեցողներին հարկերից կազատենք, նաև բոլոր ամբողջ տրամաբանության մեջ այն էր, որ այն էր ներդրված, որ ինքը բոլորի ոչ մեկից ոչ մի հարկ չի վերցնելու եւ բոլորը ապրեն եւ հնայի ամբողջ հնայի ոչ թե բյուջեի ամբողջ գումարը ծախսելու է գիտության վրա, կրթության վրա եւ բանակի վրա չկա հասկանում եք այդ առաջարկը ոնց տրամաբանական չի թղթի վրա կգրենք կարդանք թղթի վրա գրված հիմա այս բան քիչ առաջարկներ կան եւ քիչ բաներ կարող են քննարկել Շնորհակալ եմ Տիկին Տազյան։ Շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում էի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։